Ով է մահափորձով սպառնացել Փաշինյանին, ինչու Չեղածտեղից անազատության մեջ հայտնվեց Արթուր Օսիպյանը, Պուտինի սերն ու Մեդվեդևի հեգնանքը Փաշինյանի նկատմամբ։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, սրանք այն թեմաներն են, որոնց մասին ավելի մանրամասն խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Բայց մինչ հիմնական թեմաներին անցնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բաժանորդներին, իսկ ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Այս նախագծին հավատալու եւ աջակցելու համար շնորհակալ եմ Իվան Հավանեսյանին։ Պարզվել է Նիկոլ Փաշինյանին սպանելու սպառնալիք ուղարկած խմբի անդամներից մեկի ինքնությունը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձերից մեկի ինքնությունը։ Ըստ քննչական կոմիտեի օտարերկրյա պետությունում բնակվող ՄՄ-ն առնվազն 4 անձի հետ խմբի կազմում միջոցներ եւ պայմաններ է ստեղծել վարչապետին ապօրինաբար կյանքից զրկելու համար, ինչպես նաեւ խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, կայացվել է ձերբակալման որոշում։ Հիշեցնեմ, որ համացանցում ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում մի քանի դիմակավոր անձիկ էին երևում, իսկ նրանցից մեկը Արցախի բարբառով եւ վիրավորական բառապաշարով դիմում էր Փաշինյանին, սպառնալով նրան սպանել։ Թեման Արցախի հետ կապ ունի այնքանով, որ խոսքը եղել է Արցախի բարբառով։ Դրանից հետո այդ հանգամանքը տարբեր դրամաչափի հանրային դեմքերի եւ պաշտոնյաների կողմից Հայաստանում այնքան էր շահարկվել, որ ակամա տպավորություն էր ստեղծվել, թե արցախցիները որոշել են ապստամբել ու Հայաստանում հեղափոխություն անել։ Բարեբախտաբար այդ անիմաստ թեզը թեժացնողները կանգ առան, իսկ թեման էլ ինքն իրեն մարեց։ Իսկ այսօր պարզապես հետաքրքիր է, ով է ՄՄ-ն եւ ինչու է հատուկ թիրախավորել հենց արցախցիներին։ Հուսով եմ այս հարցերի պատասխանները կստանանք գոնե ընտրություններից հետո։ Արդեն հերթական օրն է, արցախյան թեմաների կենտրոնում հայտնվել է Արթուր Օսիպյանը։ Հնարավոր է, որ ինքը Արթուրն էլ դեմ չի, որ համընդհանուր ուշադրության կենտրոնում լինի։ Չեմ բացառում նաև, որ Օսիպյանի հանդեպ որոշակի թերահավատություն ունեն ոմանք, գուցե շատերը, այդ թվում նաև արցախցիներից շատերը։ Բայց այդքանը պատկերացնելով հանդերձ պետք է ընդունել, որ Արթուր Օսիպյանը այդպես էլ հայաստանյան դաշտում չհասկացված ու չընդունված արցախցու կերպարի առնվազն մի մասն է։ Ավելի պատկերավոր օլիգարխ չէ, այսինքն, ինչպես ընդունված է ասել, 30 տարի Հայաստանը թալանած արյունախում Ղարաբաղցի չէ։ Չես կարող նրան ասել փախչել է արցախցիների մեծ մասի պես, իր ծննդավայրում է եղել, ի պաշտոնե զինվորական չի եղել, բայց տարբեր դրվագներում կարծես մարտական գործողությունների կամ առնվազն մարտական ծառայության մասնակցել է, կամ որպես կամավոր, կամ որպես պահեստազորային, իսկ որ չի զոհվել, հավանաբար ավելի շատ պատահականություն է, ինչպես տասնյակ հազարավոր արցախցիների դեպքում կարող ենք ասել։ Այդ դեպքում ինչու ուշադրության կենտրոնում հայտնվեց հենց ինքը Արթուրը, այս հարցին քիչ հետո կվերադառնանք։ Մինչ այս թեմայով ամենաթարմ նորություններից 1-2-ը հիշեցնեմ, հայաստանյան 1.5 տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ իրավապաշտպաններ հանդես են եկել Արթուր Օսիպյանի պաշտպանությամբ։ Նրանք դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին հրատապ ուշադրություն հրավիրելով քաղաքացիական ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորման վրա։ Նրանք պնդում են, որ Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանքը քաղաքական դրդապատճառներ ունեն եւ կոչ են անում դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պահանջելով նրան անհապաղ ազատ արձակել եւ երաշխավորել նրա հիմնարար իրավունքները։ Այս թեմայով նորություններն այսքանով չեն սահմանափակվում։ Գեղամ Օհանյան անունն ազգանունը հավանաբար ձեզ շատ բան չի ասի, բայց հենց այս անձնավորությունն է հունիսի 1-ից անժամկետ նստացույց սկսել Բաղրամյան պողոտայում Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով։ Թեման ի դեպ շարունակում է մնալ հրատապ, քանի որ Արթուր Օսիպյանը արդեն հերթական օրը շարունակում է հացադուլը։
Հիմա շատ թռուցիկ այն մասին, թե իմ կարծիքով ինչու է ոչ օլիգարխ, ոչ գեներալ ու ոչ փախած ու նաև փառքաստու ոչ մեռած Օսիպյանը հայտնվել Փաշինյանի ուշադրության կենտրոնում։ Փաշինյանի մասին ավելի վատ խոսքեր ասողներ հաստատ եղել են ու նրանք այսօր բանտարկված չեն։ Էլ դավաճան, էլ Արցախը ծախող, էլ ինչ ասես չեն ասել։ Օսիպյանը թվարկածներից ոչ մի բան չասաց այդ հանդիպման օրը։ Կադրերը կարող ենք նայել, կրկին նայել, կարծես նաև չի էլ հայհոյել, ամենացավոտը սակայն հիշեցումն էր, որ Փաշինյանը 2018 թվականից հետո Արցախում պատասխանատվության բաժին ունի։ Այո, 2018-ի հեղափոխությունից կամ հեղաշրջումից հետո Արցախում հեղափոխություն կամ հեղաշրջում չեղավ, ինչ որ բաներ կարծես սկսվել էին, բայց դրանք կանգնեցրեց հենց ինքը Երևանը։ Փաստացի 2018 թվականից ի վեր մինչև 2020 թվականը նոր Հայաստանի ներկայացուցիչները բավական հաջող ու քաղաքավարի համագործակցում էին հին Հայաստանի անթաքույց ներկայացուցիչները հանդիսացող Արցախի իշխանությունների հետ։ Սա գաղտնիք չեմ բացում, ի վերջո Արցախի նախկին ղեկավարներից եւ ոչ մեկը այնքան անազնիվ չի եղել, որ ժխտի, թե Հայաստանի նախկին իշխանությունների հետ կապեր ունի եւ անձնական եւ գործնական։ Բայց նորից եմ կրկնում, դա չի խանգարել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետաձգել, ավելի ճիշտ բարձրեն Արցախում կտրուկ փոփոխությունների եւ աշխատեն հենց նրանց հետ։ Ես չեմ ասում դա լավ է կամ վատ է։ Ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, առավել եւս ոչ էլ որևէ մեկի փաստաբանը, բայց հետեւությունն ակնհայտ է։ Եթե այն, ինչ քիչ առաջ ասացի, ճիշտ է, իսկ դա իսկապես այդպես է, ապա Փաշինյանն ու իր թիմը պատասխանատու են Արցախում թե առաջնագծում եւ թե ներքին քաղաքական դաշտում կատարված ամեն ինչի համար։ Եթե ոչ առաջին պատասխանատուն, ապա առնվազն անուղղակի պատասխանատուն են։ Ու եթե այսօր Փաշինյանը իրեն իրավունք է տալիս շարքային Արցախցուն հարցնի ինչու չի զոհվել, պետք է քաջություն ունենա ու ինքն էլ ասի, թե ինչու Հայաստանը իր բնորոշմամբ նախկիններից ազատելուց հետո Արցախը ամբողջությամբ թողեց անփոփոխ վիճակում ու Բաքվում գտնվող գերված ղեկավարների չափ առնվազն արցախցիները իրենց պատուհասած ռազմական, քաղաքական ու բարոյական աղետների համար իրավունք ունեն պատասխան պահանջել նաև Փաշինյանից։ Եթե 2018 թվականից հետո Արցախում եղել է վատ կառավարում, կոռուպցիա, թալան, ապա դրա առնվազն անուղղակի պատասխանատուն եղել է նաև Փաշինյանը, առնվազն եղել է տեղյակ, թե ինչ է կատարվում։ Շահրամանյանի նախագահ դառնալու պատմությունը դեռ թողնենք մի կողմ, հույս ունեմ, որ այդ պատմության բոլոր հերոսները մի օր հայրենիքում կլինեն ու յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինը կընդունի։ Ես դեռ խոսում եմ մինչև Սամվել Շահրամանյանի նախագահության շրջանը, երբ Արցախի ներքին կյանքում Փաշինյանի դերը փաստացի ոչ մերժվել էր եւ ոչ էլ ժխտվել։ Ահա մեր ճշմարտությունը, որը Փաշինյանին հիշեցնելը թանկ նստեց Արթուր Օսիպյանի վրա։ Եթե կարճ, այսքանը։ Հունիսի 1-ը ոչ միայն երեխաների օրն է, այլ նաև Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Չեմ ծանրանա ով զանգեց, ով գրեց, ով շնորհավորեց։ Կխոսեմ միայն մի դրվագի մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ, մաղթել է առողջություն, բարօրություն եւ հաջողություններ։ Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։ Նա նշել է, որ երկու երկրների, ինչպես նաև նրան ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական բնույթ են կրում։ Մենք հետաքրքրված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ, գրել է Պուտինը։ Պուտինն ու Փաշինյանը նաև հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են նաև մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ նիստի արդյունքները։ Հիշեցնեմ, այդ նիստին Փաշինյանը չէր գնացել, Հայաստանը ներկայացվել էր փոխվարչապետի մակարդակով։ Շնորհակալություն տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին ասել է Փաշինյանը. «Գուցե այս շնորհավորանքը սառը ցնցող էր մեր հայրենակիցներից ոմանց համար,
Ինչպես ասում են, մենք սպասում ենք շեֆը Արեշնիկով Փաշինյանի Հայաստանին շարախնու տանի, իսկ նա թե շնորհավոր։ Իսկ եթե լուրջ, մենք շատ ենք միակողմանի մոտենում հայ-ռուսական հարաբերություններին։ Ռուսաստանը հաճախ պատկերացնում ենք մի հարկանի, մի էջանի թեմա։ Իհարկե ոչ ոք չի շղթում, որ Պուտինը շնորհավորել է։ Բնականաբար Պուտինը ներկայացնում է Ռուսաստանը, բայց Ռուսաստանը ներկայացնում է նաև Մեդվեդևը։ Նա էլ այս թեմայով գրառում է արել ոչ այնքան բարեկամական ու ջերմ։ Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից, գումար վաստակելով Ռուսաստանի եւ Միության մյուս երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն Եվրամիություն, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։ Բնականաբար սա եւս Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է, որին պարտավոր ենք վերաբերվել գրեթե նույնքան լուրջ, որքան ասենք Պուտինի շնորհավորանքին։ Սա էլ ձեզ հաջորդ Ռուսաստանը, որը նախորդին կարծես այնքան էլ նման չէր, մեղմ ասած։ Եվ իհարկե մեր սիրելի Մարիա Զախարովան, նա էլ նորություններ ունի ու ոչ այնքան հաճելի։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին այս պահին կանչել են Մոսկվա, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում, այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք Եվրամիության հետ մերձեցման ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդակցությունների անցկացման համար։ Սա էլ ձեզ Ռուսաստանի հաջորդ շերտը։ Չի կարելի անլուրջ վերաբերվել նաև Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողները հանդիսացող բազմաթիվ հանրային դեմքերի, ասենք Սոլովյովից մինչև Սիմոնյան։ Այնինչ Կրեմլը չի ասում իր անմիջական դեմքով, հաճախ մեզ ասում են նրա ոչ պաշտոնական ներկայացուցիչները։ Որն է այդ ամենի մեջ մեր ամենատարածված սխալը, այն որ բոլոր այդ կարծիքների, խոսույթների մեջ փնտրում եւ որպես կանոն գտնում ենք մեր ականջին հաճելի կարծիքը եւ այն ընդունում որպես Ռուսաստանից հղված միակ ու անվիճելի ուղերձը։ Այնինչ միայն այսօրվա օրինակում տեսանք հակառակը, Պուտինը կարող է շնորհավորել, Մեդվեդևը ձեռք առնել, Սիմոնյանը անիծել, Սոլովյովն ու Բաղդասարովն էլ գուցե հայհոյել, բոլորն էլ նույն թեմայով, բոլորն էլ ներկայացնում են Ռուսաստանը։ Իդեպ Ռուսաստանն է ներկայացնում նաև Պեսկովը, Կրեմլի խոսնակը, խոսելով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների մասին, լրագրողներին ասել է, թե Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր մեխանիզմը կքննարկվի մինչև դեկտեմբեր։ Սա էլ ձեզ հաջորդ Ռուսաստանը, կարծում եմ սա էլ դեռ ամենը չէ, բայց առայժմ այսքանը։ Այս թեմաներով նորություններ ամենայն հավանականությամբ կլինեն նաև առաջիկայում, իսկ այսօրվա համար այսքանը։ Ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։